Եթե ուզում ենք լինել հավատավոր ազգ, մենք առաջինը պիտի հավատանք մեր զինանշանին, մենք պիտի հավատանք մեր դրոշին։ Խաչը դա օտարի սիմվոլն է, խաչը օտարի զինանշանն է։ Ասել, որ ուրեմն հայ առաքելական եկեղեցին մեր ժողովրդի ազգագրական պայքարն է ղեկավարել, դա մի քիչ ուրեմն այսպես ասած համարձակ արտահայտություն է։ Մենք ունենք 4 նվիրապետություններ՝ Պոլսո հայոց պատրիարքարանը, Երուսաղեմի հայոց պատրիարքարանը, Մայրիվանքը կամ Կիլիկիո աթոռը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Ես ձեզ հարց եմ տալիս, ինչ եք կարծում, նրանք բոլորը համերաշխ են իրար հետ։ Մեղմ եմ ասում ես։ Ակեք ասենք, որ այդքան էլ չի, չէ՞։ Հիմա բացի դրանից մենք ունենք նաև հարանվանություններ, չէ՞։ Հայ կաթողիկե եկեղեցին, նաև ուրեմն հայ ավետարանչական եկեղեցին կամ էվանգելիստական, բողոքական եկեղեցին, որոնք ունեն բազում զավակներ, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են հայ ժողովրդին։ Այլևս չեմ խոսում Սողոմոն Թելերյանի մասին, Դանիել Վարուժանի մասին, էլի շատ չէ, մարդկանց մասին, որ այդ համայնքների զավակներն են։ Պետրոս Գրիգոր Աղաջանյանի մասին, չէ, բայց եւ նույնիսկ իրենք ազգային շատ խնդիրներում ավելի հանդուգն, ավելի համառ, ավելի սկզբունքային են եղել, քան մեր առաքելական եկեղեցու ուրեմն հավատքի կրողները։